Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում Modus Vivendi հաղորդումն է։ Առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Կարա Պապյանն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Եղավ այն, ինչ շատերը կանխատեսում էին, շատերն էլ վախենում էին, Միացյալ Նահանգները, մասնավորապես Թրամփը խախտելով Միացյալ Նահանգների սահմանադրությունը եւ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը հարվածներ հասցրեց Իրանին։ Իրանն էլ պատասխան հարվածներ հասցրեց Իսրայելին։ Բայց այստեղ ինչն է հետաքրքիր, աշխարհը բաժանվել է երկու խմբի։ Մի մասը կարծում է, որ Իրանը այնքան հիմար չէր, որ միջուկային օբյեկտների այդ ուրանը պահեր միջուկային օբյեկտներում, իսկ մյուս մասը կարծում է, որ այնուամենայնիվ նրանք ժամանակ չէին ունեցել եւ չէին կարծում, որ Միացյալ Նահանգները կհարվածի։ Այ դուք ինչ եք կարծում։ Եթե գնանք հիմարության կանխավարկածով, կարող եմ ասել, որ Միացյալ Նահանգներն այնքան հիմար չէին, որ այդքան թանկարժեք հրթիռները ծախսեին ինչ որ մի օբյեկտի վրա, որտեղ չկար այդ ամբողջը։ Իհարկե, այդ ամբողջը այնտեղ էր, ես կարող եմ ասել, որ միջուկային բոլոր ենթակառուցվածքները արբանյակներից գիշեր-ցերեկ վերահսկվել են։ Դա միշտ եղել է, առավել եւս այս պատերազմի օրերին։ Հետևաբար, եթե այդտեղից ինչ որ մի բան տեղափոխվեր, իսկ դրա համար մեծ բեռնատարներ էին պետք, ապա կտեսնեին, սա մեկ։ Իսկ եթե տեսնեին, վստահեցնում եմ ձեզ, հենց այդ տեղափոխման ժամանակ դրանք ոչնչացնեին։ Այսինքն ամենաապահով տեղը եղել են այդ խորքային բունկերները։ Այսինքն ուր պիտի տեղափոխեին, ավելի ապահով տեղ պիտի տեղափոխեին։ Հետևաբար, այդ որ տեղափոխել են, ուղղակի էլի այդ բառոկտոզն հիմար կարծիք է, որովհետև դու չես երկրում ստեղծում ամենապաշտպանված տեղը, հետո տեղից ստանում ոչ պաշտպանված տեղ, որովհետև ենթադրենք տարել են, էլի եմ ասում։ Պարզա չէ՞ լինելու մի երկու օրից թե որտեղ են տարել, այդտեղ ոչնչացնեն։ Չէ, խնդիրը հետևյալն է։ Իսրայելը նախ առաջին հարվածով ոչնչացրեց հակաօդային հակարդյունային պաշտպանությունը, ինչ կարող էր ինքը արեց։ Միակ կասկածելի բանը, որ ոմանք կասկածում են, ես եթե հիշեք, ես ուրիշ տեղեր այստեղ ասել եմ, որ Միացյալ Նահանգները խփելու են, որտեվ Իսրայելը չուներ այդ հնարավորություն, այդ կոչված այդ Ֆարդայի բանը խորությամբ, մոտ 100 մետր խորության վրա այդ լաբորատորիան ոչնչացնելու։ Իսկ եթե մտել ես պատերազմի մեջ, ուղղակի կամ անուղղակի, կամ ասած եթե թրջվել ես, չպետք է անձրևից վախենաս, բնականաբար խփելու էին։ Խփեցին եւ նվազագույն ինչը դրվել էր որպես խնդիր, լուծված է, այսինքն Իրանը առնվազն մի քանի տարով, եթե ոչ մի քանի տասնյակ տարով հետա մղվել իր այդ ատոմային ծրագրերում։ Անկախ հիմա ոմանք ասում են խաղաղ էր, ոմանք ասում են ոչ դա ռազմական նպատակ էր, իհարկե ռազմական նպատակ ուներ 60%-անոց հարստացումը միան ռազմական է։ Հիմա շարունակությունն է այստեղ կարևորը։ Ինչ գին է վճարելու սրա համար Իսրայելը եւ հետեւաբար նաեւ Իրանի գինը։ Այ էդ է գնում։ Իսրայելը չունի այնպիսի կառույցներ, որը, ասենք, կարելի է ոչնչացնել եւ դրանով ինչ որ մի բան հետ գցել, այսինքն ինչ որ ունի, դա ասենք իսկ Իրանը չի կարող հարվածել իմ կարծիքով, այս է խնդիրը, հարվածել Միացյալ Նահանգների ռազմաբազաներին, որտեղ դրանից հետո անգամ նրանք, ովքեր Միացյալ Նահանգներում դեմ են Իրանի դեմ, ասենք, պատերազմին, լռելու են եւ դեպքում Թրամփը եւ այդ թևը ավելի ջախջախիչ հարված կհասցնի։ Նաև Թրամփը հայտարարել էր, որ իրենք իշխանափոխության, այսինքն ռեժիմի փոփոխության խնդիր չեն դնում Իրանում, բայց այսօր էլ կարդացի ինչ որ գրառում էր կատարել, որտեղ ասում էր, եթե Խամենեին չի կարողանում այս ամենը վերահսկել, ապա ինչու ոչ իշխանափոխությանը։ Այն չեք կարծում դրան կհասնի բանը, ինչպես ասում են։ Հակոբ Պարոնյանը մի ձևակերպում ունի այդ Պոլսի տարբեր ժողովների մասին, ասում է երկար քննարկել է վերջը, որոշեցին, որ օդի տակ լալը առանց մերժելու անոր պաղը լալը։ Հիմա Թրամփի հայտարարությունները հաճախ այդ ծևի են, էլ այսինքն ինքը մի բան է ասում, բայց մյուս բանն էլ չի մերժում, այսինքն չէ մենք նպատակ չունենք իշխանափոխության, բայց դե որ փոխելու ժամանակ կամ տեղը գա կփոխենք։ Նույն ձև այդ հարվածը երկու շաբաթ ժամանակ էր տվել, տեսնենք ոնց կլինի եւ այլն եւ այլն։ Հիմա իմ կարծիքով Իսրայելը Նեթանյահուն ամերիկացիներին համոզելու են եւ դրա վրա են, որ իշխանափոխությունը կարևոր
նպատակներից մեկն է։ Ես ուշով հետևում եմ հատկապես իսրայելական կողմի հայտարարություններին, շատ հետաքրքիր։ Սկզբից իշխանափոխության մասին որևէ խոսակցություն չկար։ Այսինքն ատոմային կարողությունների ոչնչացման մասին էր։ Հիմա քան որ բավականին հաջող գնացել է Իսրայելի տեսանկյունից, ասма ախորժակ ուտելից է բացվում։ Հիմա իրանք ուզում են ավելի մեծ նպատակներ դնեն եւ դրա մասին է խոսք գնում։ Եթե իշխանափոխությունը պիտի տեղի ունենա արագ, առանց մեծ ցնցումների եւ բնականաբար իրանցի ժողովրդի կամքով, դա ոնց ասած ընդունելի տարբերակ է։ Իսկ եթե սա կձգձգվի եւ կարող է հանգեցնի այլ պայքարի ձևերի օգտագործում Իրանի դեմ, այն է հրահրում կրոնական եւ էթնիկ խմբերի կենտրոնական իշխանության դեմ, դա մեզ համար վատ է։ Իսկ Խամենեին չսպանելը ինչով է պայմանավորված այս բանին, չէ՞ որ կարող է ռեալ Իսրայելը կարող է սպանել։ Կարող է, բայց սա կարող է հանգեցնի ամեն ինչի ավելի ռադիկալացման եւ նոր իշխանությունների շուրջ ավելի համախմբման։ Այսինքն Խամենեին ինչ է իրենից ներկայացնում, այսինքն նրա ապրել չապրել ինչ տարբերություն 85-86 տարեկան ծեր մարդ է հիվանդ, հիմա նրա փոխարեն կգա, այսինքն ինչ որ մի 75 տարեկան էլի ինչ որ մեկը, դա իշխանափոխություն չի։ Եթե պիտի Ամերիկան եւ Իսրայելը գնան իշխանափոխության, դա պիտի լինի աշխարհական կողմնորոշման փոփոխություն, ինչ որ արմատական բան, առնվազն անցումային շրջան, թեկուզև այսպես ասած իրանական Գորբաչովի միջոցով, հետո նոր սահմանադրություն եւ նոր աշխարհիկ պետության ստեղծում, որը չի տեսնի նպատակներից մեկը, ասենք Իսրայելի ոչնչացումը եւ արևմուտքին հակադրվելը։ Իսկ եթե այսպես նայենք այս պահին եղած տվյալներին, ինչ եք կարծում, ինչ զարգացումներ են հնարավոր որ տեղի ունենա եւ արդյոք Հուրմուզի նեղուցը կփակվի, ինչն էլ տնտեսական լուրջ խնդիրներ առաջ կբերի։ Հորմուզի նեղուցը չի կարող փակվել։ Հորմուզի նեղուցի իր մասը կարող է փակի Իրանը։ Այդ նեղուցը կիսված է, ֆարվատրով կիսված է Օմանի եւ Իրանի միջև։ Այսինքն կեսը Օմանի տարածքն է, կեսը Իրանի տարածքը։ Իրանի տարածքը ինքը կարա փակի օրինակի համար։ Իսկ եթե ինքը փորձ անի փակել Օմանի մասը եւս, դա արդեն նշանակում է ներխուժում Օմանի տարածք եւ այլն։ Այո, այսպես խնդիրներ կառաջանա Իրանի մասի փակումը, վտանգներ, բան եւ այլն, բայց դա որևէ, չգիտեմ, պետք է խափանում չի լինի, որովհետև այս քանի օրը ես դանել եմ հետևում կան հատուկ կայքեր, չեք պատկերացնի ինչ քանակությամբ հեղուկանավեր են, այսինքն ոնց ասած նավթ առնում ու տանում, որպեսզի պահեստավորեն այդ նավերի մեջ, իսկ նավեր կա, որ շատ մեծ են, էլի։ Իրանական նավթը աշխարհի նավթի 4%-ն է վաճառվում, այդքան շատ չի։ Հետևաբար, այո, արդեն 3 դոլարով թանկացել է հայտարարության հետևանքով, բայց ես չեմ կարծում, որ դա կարող է բերի ինչպես օրինակ 70-ական թվականներին, երբ որ արաբները ինչ որ բոյկոտ հայտարարեցին եւ այլն, գները շատ մեծացան։ Այստեղ հարցը հետեւյալն է. նավթի շուկայում նավթ շատ կա եւ այս փոխադարձ պայմանավորվածությունները որ լինում է OPEC եւ այլն երկրները պայմանավորված հետեւյալի մասին է որ ինչ որ առաստաղ են դնում դրանից ավել չարտադրել որպեսզի գները շատ չընկնեն հիմա ենթադրենք իրանական նավթը կամ նաեւ ծոցի որոշ երկրների այդ նավթը բանա լինում մի քիչ խնդիրներ առաջացնում հանգիստ այլ երկրները կկարողանան եթե մի բան էլ կօգտվեն շուկայում դա վաճառել Ռուսաստանը հաստատ օգտվող երկրներից է լինելու Մեքսիկան, Միացյալ Նահանգները, չգիտեմ եւ 1000 մել չեմ ասում որ պահեստավորված բավականին շատ նավթ կա Ես ուզում եմ նաև խոսենք այս տաղավարում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դիրքորոշման վերաբերյալ, ինչ քաղաքականություն են վարում այն սկզբից ասում են հեսա տեսեք Մակրոնը ինչ է անելու Նեթանյահուին, բայց
տեսնում ենք, որ ոչինչ չի արել եւ այս դեպքում ինչպես են դիրքավորվել այս երկու երկրները, որոնք ինչն է հակասում կամ որն է ի նպաստ իրենց շահերի այս իրադրությունում։ Չգիտեմ ինչի պիտի Մակրոնը Նաթանյահին ինչ-որ բան աներ։ Ֆրանսիայի դիրքորոշումը միշտ հստակ է եղել, որ Իսրայելը գոյության իրավունք ունի, Իրանը չի ընդունում Իսրայելի գոյությունը, բնականաբար այդ հարցով Իսրայելին պաշտպանում է։ Ուրիշ բան, որ Մակրոնը այնտեղ ձևակերպումների, բաների, չգիտեմ, հարվածելու, զենքի օգտագործման այդ հարցերի մասին ինչ որ, ասես ասած, յուրօրինակ դիրքորոշում ունի, բայց Իսրայելը կապված չի Ֆրանսիայից, այսինքն միակ երկիրը, որից որոշակի կախում ունի Իսրայելը, դա Միացյալ Նահանգներն է, եւ մենք հենց տեսանք այդ հրթիռների կիրառումը։ Ռուսաստանի պարագայում ընդհանրապես հիմա Արաքչին գնաց Մոսկվա հանդիպեց Պուտինի հետ եւ այլն, բայց ռուսները հստակ ասացին, որ մենք այն որ ստորագրել ենք, դա ձևի համար ենք ստորագրել, մեր վրա ույս չդնեք, մենք չենք խառնվել ու այս կռվին, հա ասեց իհարկե ինչ որ միջնորդը լինեն, Պուտինը նման բաներ առաջարկեց, եթե հիշում եք Թրամփն ասեց, ախպեր դու ասма ճար ունես, գնա գլխի ճարը տես, այնտեղ հələ մի հատ Ուկրաինայի հետ լեզու կտեք նոր Չէ, այս երկրները նայ կողքից խոսացող երկրներ են։ Այս ամբողջ կոնֆլիկտի մեջ լուծումը Իսրայելն ու Միացյալ Նահանգները։ Չինաստանը մի քիչ, Չինաստանը իմ կարծիքով ինչու էս հարվածը արագացավ, որտեվ Չինաստանը 3 օթանավ ինչ որ բան ուղարկեց, ոչ ոք չգիտի Իրան, եւ սա մտահոգություն պատճառեց, որ կարողա ինչ որ, չգիտեմ, նոր զինատեսակ է կամ ինչ որ բաներ է եւ արագացվեց այդ հարվածը ֆարդային բայց ամեն պարագային ակնհայտ է որ Չինաստանն էլ չի միջամտի որևէ երկիր չի միջամտի Միացյալ Նահանգների համար սա շատ լավ իրավիճակ է եւ երբ որ ինքը սպառնալիքի տակ չդնելով սեփական բանակը շատ փոքր սպառնալիք կա Հիմնական ծախսը էլի ինքը չանելով անելով Իսրայելը ինքը լուծում է աշխարհակաղակական այնպիսի կարևոր հարց ինչպիսին է Իրանի խեղճացման քաղաքականությունը 1 եւ Չինաստանին 20% նավթից զրկելը այդ որ բանը Իրանն ասում է Հորմուզի նեղուցը կփակեմ առաջի ուժողն ով ալնելու Չինաստանը Չինաստանն է լինելու Ամերիկան գիտեք չի Ամերիկան աշխարհում որ երկիրն է ամենաշատ նավթ արդյուն անում Միացյալ Նահանգները թիվ 1 երկիրն է աշխարհում ինքը նավթ արտանող երկիր է արդեն վաղուց այսինքն ինքը նավթ ներմուծողել չի ինչ էլ առնում է Կանադայից բանը հետեւաբար Միացյալ Նահանգները չեն տուժելու Իսրայելը չի տուժելու Իսրայելը նավթի հիմնականում առնում է Ադրբեջանից թե թո Իրանը այդ հաշվի առնի ռմբակոծողը Ադրբեջանն է ռմբակոծի նավթի անքերը որ նավթը չծախի ինչա չգիտի Իրանը որ Ադրբեջանն է հիմնական նավթ ծախողը իսկ ջուր ծախողն էլ Թուրքիան է դրա համար այստեղ էսպես է խնդիրը Քանի որ չկա ցամաքային պատերազմի հնարավորություն, որտեղ Իրանը կներկայացներ Իրանից ռազմական հզորություն, հրթիռը օթային այս բաները վճռորոշ չեն։ Միակ խնդիրը առաջնային լուծվեց դա ատոմային կարողությունների ոչնչացումն է, հիմա իշխանապողություններ պիտի քաղաքական որոշում լինի։ Իմ կարծիքով դեռ այդ որոշումը չկա։ Չկա ինչու չկա, որտեղ կա վախ որ սա կարող է վիճակը ապակայունացնի։ Միացյալ Նահանգները չեն ուզում Իրանի շատ թուլացումը եւ տրոհումը, որ շատեր ասում են, որովհետեւ Իրանի թուլացումը կխանգարի, կխաթարի հավասարակշռությունը միջին արևելքում։ Իսկ Իրանը հակակշիռ է եւ Թուրքիային եւ Սաուդյան Արաբիային։ Ելնելով արդեն ձեր նշածից կարող ենք ենթադրել, որ Միացյալ Նահանգները իր արժեվ դրված խնդիրները կատարել է, հաջորդ հարված չի լինելու եւ պատերազմն շուտով իր տրամաբանական ավարտին է մոտենալու, թե ամեն դեպքում շարունակություն լինելու է եւ Իրանը խուսափելու է բանակցությունների սեղանի շուրջ նստելուց։ Միացյալ Նահանգների միակ այսինքն նպատակը որ Իրանը ատոմային զենք չունենա։ Այս խնդիրը ինքը լուծել է։ Հիմա շարունակությունը կախում ունի Իրանի դիրքորոշումից։ Եթե Իրանը հարված հասցրի ամերիկյան ռազմաբազաներին կամ ամերիկյան դաշնակիցներին բացի Իսրայելից, օրինակի համար չգիտեմ, Սաուդյան Արաբիային կամ մյուսին, այդ դեպքում ամերիկան կմիջամտի, որտեղ չի կարող չխառնվել ասում face saving-ի երեսը փրկելու հարց կա, ինքը պետք է դա անի, կհարցակվի։ Իսկ եթե շարունակի զուտ
հրթիռներով ու դրոններով Իսրայելին ռմբահարել, չի միջամտի Միացյալ Նահանգները այդտեղ իմաստ չկա, Իսրայելը այսպես թե այնպես ինքը ինչքան կարողանում է պաշտպանվում է, իսկ իրենք էլ օգնում են Իսրայելին, մինչև Իսրայելի տարածք հասնելու հրթիռների եւ դրոնների մի զգալի մասը բրիտանա-ամերիկյան զորքերը խփում են Իրաքի վրա, Հորդանանի վրա, Սիրիայի վրա, արդեն դրա մի զգալի մասը տեղ չի հասնում, մի մասին էլ խփում են իսրայելցիները մոտարապես 20-ից 30%-նա, որ հասնում է գետնին, բայց գետին հասածը չի նշանակում անպայման թիրախին խոցել, դրա կեսն է ինչ որ բանի խոցում, որը վնասայելի, բայց ճակատագրական, այսինքն մի այնպիսի բան չի, որ օրինակի համար որևէ երկիր այդ դրանից պարտություն հասնի։ Ամփոփելով այս թեման, եկեք անցնենք նաև Փաշինյան-Էրդողան հանդիպումից, ինչ տպավորություններ կան ընդհանուր, երբ նայում եք այդ հանդիպման այցին, այն ինչ որ տեսանելի է, հա, ինչի համար է ըստ ձեր վերլուծությունը։ Նայեք, եթե կան երկրներ, որոնք ուզում են հարաբերություններ բարելավել, պիտի երկու կողմից էլ այդ ցանկությունը լինի, առնվազն երկու կողմից, որտեվ բանա ցավոք սրտի Թուրքիայի կողմից ոչ միայն այդ ցանկությունը չկա, այլ ընդհակառակը մենք տեսնում ենք, որ Թուրքիան այդ անձամբ Էրդողանը լրիվ հակառակն են անում։ Եթե մենք նայում ենք մեկ օր առաջ ինչ էր հայտարարում Էրդողանը Խոջալույի ցեղասպանության եւ այլ բաների մասին, եթե նայում ենք մենք ամսի 20-21-ին Ստամբուլում կայացած այդ իսլամական համագործակցության երկրների այդ կազմակերպության 5 բանաձևերին, որ ընդունեց եւ 26-րդ կետին Ստամբուլի հռչակագրի, որոնք ծայրահեղ հակահայկական են եւ դրանց, այսպես ասած, սպոնսորը դրանց աջակիցներից մեկը հենց Թուրքիան է եղել, թեև նախաձեռնող եղել է Ադրբեջանը, մենք հասկանում ենք, որ դիրքորոշումի մեջ փոփոխություն չկա։ Մնացածը մանրունք է, այսինքն կժպտան, չգիտեմ, կուղեկցեն մինչև ավտոմեքենան եւ այլն։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը, ես չեմ ընդունում իր քաղաքականությունը, բայց Նիկոլ Փաշինյանը ուզում է թուրքերին ցույց տա, որ ես ուզում եմ ձեզ այդ հարաբերությունները լավացնեմ, ինքը ինչ է անում։ Ինքը դպրոցական ծրագրերից այն ինչ որ իր խելքի դա հակաթուրքականը հանել է տալիս, ասում է չէ մի վառեք թուրքական դրոշը, թուրքի դեմ մի խոսացեք, մոռացեք այդ ամբողջը, այսինքն ինքը ինչ որ քայլեր է անում։ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից մենք այդ բանը չենք տեսնում, օրեցօր ավելի սաստկանում են պահանջները։ Եկեք ես կարդամ այդ 5 բանաձևերի վերնագրերը, միայն վերնագրերը, որոնք 57 իսլամական երկիր ընդունել են, ստորագրել են, այդ թվում Թուրքիան եւ Իրանը, եւ սա առաջին անգամ փաստորեն միջազգային ինչ որ կառույց եւ շատ երկրներ Ադրբեջանից բացի նման փաստաթղթեր ստորագրություն են դրել։ Եթե արևմտյան Ադրբեջանը դա ադրբեջանական քաղաքական ֆիկցիա էր, հիմա դա դառնում է քաղաքական իրողության մաս։ Ասենք բանաձև առաջին։ Ներկայիս Հայաստանի տարածքից, ուշադրություն դարձեք, Հայաստանի տարածքից, չի ասում Հայաստանի Հանրապետությունից կամ Հայաստանի տարածքից, էլի, այսինքն դա տարածք է։ Հայաստանի տարածքից հարկադրաբար եւ համակարգված նշանակում է դա կազմակերպված է եղել ինչ որ իշխանությունների կողմից, ուրեմն հարկադրաբար եւ համակարգված կերպով արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին։ Այսինքն արդեն Ադրբեջանը միջազգային կառույցներում է այս հարցը բարձրացնում։ Սա վերնագիրն է, այնտեղ մանրամասների մեջ դե թվեր, հատուցումներ, բան այդ ուրիշ է։ Վերնագրերն են կարդում։ Ուրեմն երկրորդ բանաձևով ինչա, համերաշխություն հայտնել 92 թվականի Խոջալույի ջարդերի զոհերի հետ։ Խոջալույի հարցը առանձին բանաձևով դրված է։ Ճիշտ է, զարմացա որ ցեղասպանություն բառը չեն օգտագործել, այլ massacre բառն անգլերեն ջարդերն է, բայց ամեն դեպքում այսինքն առանձին Խոջալույի վերաբերյալ բան, որ ընդեղ էլի կա պատասխանատվություն, մեղավորների եւ այլն։ Երրորդ բանաձևը, որ ընդունվել է Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի հետևանքների վերացում։
այսինքն ամրագրել որ ագրեսիա տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության տեսեք այն վերևի տողում Հայաստանի տարածքա խոսում իսկ այստեղ քանի որ պատասխանատվության արդեն Հայաստանի Հանրապետության պատասխանատվության մասին է խոսում չեն ասում Հայաստանի տարածքից մեր վրա արձակում Հայաստանի Հանրապետության ասում է հետևանքների վերացում այսինքն այնտեղ էլի նյութական եւ այլ հատուցումներ տնտեսական օգնություն Ադրբեջանի Հանրապետությանը իսկ այս օգնության մասնակցում է Հայաստան այսինքն հատուցումներ պիտի վճարի եւ Ադրբեջանի Հանրապետության տարածքներում Հայաստանի Հանրապետության ագրեսիայի արդյունքում իսլամական պատմամշակութային հուշարձանների եւ ժառանգության ոչնչացման եւ պղծման մասին անգամ արդեն ոչ թե ադրբեջանական այլ իսլամական հիմա հարց Հայաստանը իր տարածքում կամ չգիտեմ որ իսլամական հուշարձանն է պղծել կամ ոչնչացրել եւ այնտեղ անգամ յուրացման մասին է խոսքը գնում բայց անգամ եթե ինչ որ մի բան էլ եղել է նման թեմա առաջադրել բանաձևեր առաջադրել եւ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից պատահական չի Ստամբուլյան սա հանդիպում իրենց Ստամբուլի հանդիպումներ բանը սա արդյոք նման պահանջներով գնում են խաղաղության ոչ եթե խաղաղության փաստաթուղթ ստորագրվի այս պահանջները արդեն Հայաստանի կործանումն են Եվ իրանք շատ խելոք ու խորամանկ են վարում, եթե նայում եք, իրև եթե այդ 26-րդ կետն էլ կա առանձին, չկարդամ ժամանակ, թե կարդամ, չգիտեմ։ Ունենք դեռ 2 րոպե կարող եք։ Հա, ուրեմն կար Ստամբուլի հռչակագիր, բացի սրանից, որի 26-րդ կետը Հայաստանն է վերաբերում, ճիշտ է, հիմնական մասը դե բնականաբար հрьяաները բան նրանց դեմ խորը մտահոգություն է հայտնում, այսինքն այս իսլամական համագործակցության կազմակերպությունն էլի խորը մտահոգություն ներկայիս Հայաստանի տարածքից 100,000 ադրբեջանցիների հարկադրաբար եւ համակարգված արտաքսման ճակատագրի վերաբերյալ դատապարտում այնտեղ իսլամական մշակույթի ժառանգության ոչնչացումը եւ յուրացումը դրանք համարելով միջազգային իրավունքի խախտում ասենք ձևակերպումներ արդեն տվել են միջազգային վերահաստատում է ներկայիս Հայաստանի տարածքից արտաքսված ադրբեջանցիների անօտարելի իրավունքները խաղաղ, ապով եւ արժանապատիվ վերադարձի իրենց ծնդավայր համաձայն միջազգային իրավունքի, անդադ միջազգային իրավունքի նկատմամբ։ Ափսոսանք է հայտնում Հայաստանի կողմից մերժման կապակցությամբ երկխոսության մեջ մտնելու արևմտյան ադրբեջանցիների համայնքի եւ այլ հասարակական կազմակերպությունների հետ, որոնք պաշտպանում են ներկայիս Հայաստանի տարածքից արտաքսված ադրբեջանց խախտված մարդու իրավունքների վերականգնումը։ Ափսոսանք հայտնում որ պետությունը հասարակական կազմակերպության հետ երկխոսության չի մտել բայց մենք տեսնում ենք մարդիկ եւ բանաձևով եւ սա հիմա հարց է առաջանում ոնց կարող է նման վարկ ունեցող երկրները խաղաղություն ուզենան այս ամեն ինչը ճշտամական բան է այն հայկական ասացված կասում է սելի փոխարեն սել որն աճառում հիմա սրանք են այսինքն իրանք կոտորել են, ջարդել են, յուրացրել են, շարունակում են այդ ամբողջը անել եւ բան։ Դրա համար հարց հետեւյալն է։ Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին լուրջ մոտենալ այս, որտեղ սա առաջի քայլն է։ Ժամանակին էլի մենք իշխանության կոչ էինք անում Խոջալույի արծով արձագանքել, ասացին այդ ապուշությանը ոչ ոք ուշադրություն չի դարձնի, տեսանք այդպես չէ, ժամանակ իր դերը խաղում է։ Հստակ դիրքորոշման հանդես գալ, մերժել, հերքել, որ նման բան չկա, եթե պետք է անգամ ոնց որ ասած դրա վերաբերյալ այցեր կազմակերպել չի կարելի անպատասխան թողել ցանկացած անպատասխանը նման մեղադրանքների ընկալվում է որպես հաստատում որովհետև գիտեք ոնց են աշխատում այդ գիտական կենտրոնները դիվանագետները դու պետք է համապատասխան փաստաթուղթ պետական պաշտոնական ունենաս որպեսզի ես երբ որ ինչ որ մի բան եմ գրում օրինակ իմ ղեկավարությանը պիտի ինքը տեղեկանք ուզում չգիտեմ այս բանի հաղում տամ նաև քո
ասացի վրա։ Ես կարամ շատ բան իմանամ, բայց եթե դու պաշտոնապես տվյալ երկիրը չի մերժել, չի երկել, հանդես չի եկել դիրքորոշամ, ես ինչի վրա հողում պիտի կատարեմ։ Եվ Ադրբեջանը, եթե հիշում եք, միշտ 20% օկուպացիայի մասին խոսում էր, ինչի էր խոսում, որովհետև ինքը այդ անընդհատ դա հնարավորություն էր տալիս շրջանառության մեջ եւ արհեստական բանականության արկայության պարագայում, որը աշխատում է ստեյության միջինացված տեսակետից, այսինքն դու հիմա պիտի լցնես ինտերնետը այդ ամբողջով, որպիսի այդ արհեստական բանականությունը նաև այս տեսակետը ընկալի եւ նաև սատա, հակառակ դեպքում կմնա միայն թուրքական տեսակետը։ Շնորհակալ եմ շատ, պարոն Պապյան, շատ հետաքրքիր վերլուծության ու զրույցի համար։ Իսկ ես մեր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ եթերում Modus Vivendi հաղորդումն էր, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ երեքշաբթի։